Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության և Վաղարշապատ խոշորացված համայնքի միջև նոր համագործակցություն է ձևավորվում։ Երկու կողմերի ներկայացուցիչների, մասնավորապես Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի և Հայ միասնության խաչ հասարակական կազմակերպության հիմնադիր Գրիգոր Բաբախանյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային հանդիպում։ Հայ միասնության խաչ թատրոնի Վաղարշապատ համայնքի Տուրիզմի զարգացումից մինչև երիտասարդական բազմաթիվ ծրագրերի իրագործում։ Ըստ Արգիշտի Մեխակյանի համագործակցության շրջանակը բազմաշերտ է։ Մշակույթի, կրթության, երիտասարդության ու տարբեր գաղափարներ կարող են քննարկել։ Այսօր կարելի ասել ընդլայնված կազմով նաև քննարկում հիմա կունենանք կենտրոնի ղեկավար անձնակազմի հետ, նաև համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն են այստեղ, հետագայում նաև փոխադարձ այցեր իրականացնենք համայնքապետարանի հնարավորությունները եւ կենտրոնի հնարավորությունները մեկտեղելու նշածած ոլորտներում համագործակցությունը ավելի խորացնելու։ Մաչանենց թատրոնի հետ համագործակցությունը Գրիգոր Բաբախանյանն առաջնահերթություն է համարում։ Մաչանենց թատրոնը որպես մարզում գործող ամենահին կառույցներից մեկը 1989 թվականից մինչ այսօր գործող կարիք ունի համագործակցությունների եւ կարծում եմ Վաղարշապատ խոշորացված համայնքի հետ համագործակցությունը կօգնի, որպեսզի թատրոնը ավելի ակտիվ գործունեություն ունենա եւ նաեւ խրախուսենք նոր ստեղծված մյուս թատերախմբերին, որի համար ես միայն ուրախ եմ, թող շատ լինեն թատերախմբերը։ Վաղարշապատ համայնքի ղեկավարը կարծում է համայնքում մշակութային կյանքն ակտիվացնելու, հասարակության կյանքի որակը բարելավելու համար թատրոնը մեծ դերակատարում կունենա։ Մենք համայնքում չունենք թատրոն եւ այստեղ շատ ուրախ եմ, որ գործում է թատրոն եւ կարելի է օգտագործել այդ հնարավորությունը համայնքի հետ համատեղ թատրոնի ծրագրեր իրականացնել։ Նաև օգտագործելով, եթե ավելի մեծ բեմ է հարկավոր, համայնքի մշակույթի տան բեմը կամ դահլիճը շատ հարմար է ավելի մեծ ներկայացումներ ցուցադրելու համար։ Կարևոր կետ է նաև, որպեսզի Վաղարշապատ քաղաքից, Էջմիածին քաղաքից դուրս գա թատրոնը, ոչ միայն սպասենք մեր դահլիճում, որպեսզի մեզ այցելեն, որովհետև դա միշտ չի որ հարմար է տեղի համայնքներին, բնակիչներին, ապա պետք է նաև քննարկենք համագործակցության այդպիսի մի հնարավորություն, որ թատրոնը ներկայացումները շրջագայեն Արմավիրի մարզի բոլոր հեռավոր համայնքներում եւ թատերարվեստը մոտեցնենք հանրությանը։ Կողմերը քննարկել են նաև փոխըմբռնման հուշագրի կնքման ճանապարհային քարտեզ, ըստ որի կսահմանվի համագործակցության հստակ ուղղություններ ու փուլեր, ապահովելով ծրագրերի շարունակականությունն ու արդյունավետությունը։ Հանդիպումն ամփոփվեց Մաչանենց թատրոնում անվան հորին եւ ոսկանը ներկայացման առաջնախաղի դիտումով։ Հարևանները անունը դնում են անվան հորի, մի խոսքով Թատրոնի գլխավոր ռեժիսորը հատուկ է ընտրել թումանյանական այս հեքիաթների համադրությունը։ Ներկայացումը հաճույքով կդիտեն ոչ միայն փոքրիկներն, այլ նաև մեծահասակները։ Երեսն առավ նշան բռնեց, մինել, տրա, նա կրակեց։ Կորդ կտամ բոլոր ծնողներին առաջինը, իրանց երեխաներին բերեն, որպեսզի նայեն մեր ներկայացումը, որովհետև երեխաներին պետք է մեծացնել, որ աշխատեն, իրենք աշխատասեր լինեն, սովորեն, կրթվեն, անբանությունը դա կրկնեմ եւս մեկ անգամ, դա լավ բան չէ։ Ներկայացման խորհուրդը կարծում եմ այնա, որ ավելի շատ ոնց պետք չի լինել, ամեն ինչ ավելի տենց գրոտեսկային, այդպես աչք ծակող այդ ձևով է ներկայացված, որ հանդիսատեսը մեծերն էլ նաև, բացի փոքրերը, հասկանան, թե ինչպես պետք չի լինի։ Մարդուն կերպարանավորելը, մարդու դերը կերտելը ավելի հեշտ է, քան կենդանում, որովհետև մենք գիտենք, թե ինչպես են շարժում մարդիկ, ինչպես են քայլում, բայց կենդանիների հոգեբանությունը նախ եւ առաջ պետք է հասկանալ եւ հատկապես գործերի, որպեսզի կարողանաս արդեն մարմնավորել կերպարդ եւ ստանաս այն, ինչը որ
պետք է բեմին եւ պետք է արդարացնես ռեժիսորի տված խնդիրը։ Վաղարշապատի համայնքի ներկայացուցիչները բեմադրությունը վայելելուց հետո Գրիգոր Բաբախանյանի ուղեկցությամբ թատրոնում շրջայց կատարեցին։ Հասմիկ Ֆարեդյան, Բեն Անտոնյան, Արմալուր։